բոլորիդ եւ ձեր ընտանիքների վրա եւ մենք միշտ ասում ենք, որ Աստծո խաղաղությունը որքան կարեւոր է, որ այսօր առաջնահերթ Աստված դնում է, որ դու իր խաղաղությունն ունես։ Եթե դու չունեցար Աստծո խաղաղություն, ինչպես եղբայրները խոսում էին, չէ՞, դու մեկի շուտ կխաղթվես, մեկի շուտ կվռազնես։ Այո, որքան կարեւոր է, որ այսօր մենք ամեն բանի մեջ սպասենք Տիրոջը։ Շատ անգամ եղել է, որ Տիրոջ հոգին, որ ասում է աղոտ կարա, կամ էլ ուշացրել, որ շատ անգամ, որ մենք չենք լսում, մենք գնում ենք փորձությունների դժվարությունների մեջ, հետո ասում ենք Տեր Աստված բախ եղավ։ Եվ շատ անգամ մենք զղջում ենք, որովհետև Տերը մեզ արդեն զգուշացել է այդ եղած բաների համար ժողովուրդը։ Ես հիշում եմ, մեն վաղ որստե դե որ կացի լինեվատը լհին էր, ես պիտի առավոտ աշխատեի, չէ, գիշերը ես պիտի նայի կայ, առավոտ պիտի քնեի։ Մեն վաղը 5 կացիերներ էր, պիտի ուշադիր ես ընեի գիշերել։ Ենքան հետակ երբ որ եկան մտա պիտի պարգեի քնել ու Տեր ասեց աղոտ կերա, ես էլ ենքան դուրսիկ դե լավ Տեր ջան քնեիմ։ Ժողովուրդ ջան, եթե Տերը քեզ հանում է արթնացնում է աղոթքի, լավ իմացեք, դու պարտավոր ես ելնես աղոթելու։ Որտեւ եթե Սուրբ Հոգին մեզի մի բան էդ զգուշացնում է, Տերը գիտա, որտեւ Տերը տեսնում է ամեն բան, որը դու չես տեսնում, որը ես չեմ տեսնում։ Այո, երբ որ մենք լսում ենք Աստծո ձայնը, այո, դու լսում ես Աստծո ձայնը, շատ անգամ մարդը լսում է, շատ անգամ մարդը լսում որ Աստված իրան հանում աղոթքի, բայց մարդը չի ելնում։ Ես հիշում եմ մի տեղպես որ քարոզում էի, խոսում էի այդ կակրած այդ պայամա, երբ որ Տերը հանում է քեզ աղոթքի, եւ մարդ երբ որ ելում աղոթում է, Աստծոց օրհնություն է գտնում, եւ այդ աղոթքը օրհնյալ է լինում, որտեւ Աստված ժամանակին է քեզ հանում աղոթելու, որտեւ ինչ որ մեկը քու աղոթքի կարիք ունի։ Միգուցե նաեւ դու ունես այդ աղոթքի կարիքը, որտեւ դու չգիտես դու ինչ փորձություն ես անցնելու, ինչ ճանապարհ, ինչ է գալու քեզ ու ինչ հարված պիտի գա քեզ։ Երբ որ ես պարգա քնելու չաղոթեցի, միանգամից փորձություն եկավ ժողովուրդ, հենց որ փորձություն եկավ, ես հասկացա, որ արդեն իմ սխալ թերությունն էր, որ ինձ արդեն Աստված ասել էր աղոթ կերա։ Տամար Տերես օրհնի ժողովուրդ ջան, սիրասո ժողովուրդ ջան, որ մենք ինչ անենք, որ մենք կարողանանք Աստծո ձայնը լսենք։ Այո, դու լսում ես Աստծո ձայնը քո կյանքի մեջ, այո, շատ անգամ մենք վռազնում ենք, շատ անգամ վռազ պատասխան ենք տալու։ Տամար մարդը գնում է դժվարությունների մեջ։ Տամար Տերես օրհնի, որ այսօր Աստված իր օրհնությամբ եղբայրների շրթունքներով Տերը խոսում է իմ եւ քեզ հետ։ Եվ Տեր ասում է Իրանի նրան, ով որ կեր ագաջ ունեն, կլսեն Տիրոջ խոսքը, որքան կարևոր է եւ եկան օրհնյալ է այն ագանջը, որ լսում է Աստծո խոսքը։ Աստծո խոսքը լսելն այն չէ, որ դու լսեցիր ու մոռացար։ Աստծո խոսքը լսելն է, որ դու լսում ես եւ ընդունում ես ու հավատում ես Աստծո խոսքին։ Սա է։ Իսկ եթե Տիրոջ խորհուրդները Տերը տալում է եւ դու լսելով չես լսում, հետո նույնպես գնում ես դժվարությունների մեջ, փորձությունների մեջ, նորից սկսում ես աղաղակես, Տեր Աստված ինձ հանաստից, ինձ փրկա, Տեր արդեն կասախար, ես քեզ արդեն ասել էի։ Իմ աղջիկ կամ իմ տղա, իմ զավակներ, ես ձեզ արդեն զգուշացրել եմ։ Ժողովուրդ ջան, մենք դրա համար մենք տեսնում ենք, որ իրապես այսօր Աստված շատ է խոսում տարբեր բաների մեջ, որ խոսում է, որ մարդիկ ճանաչեն ճշմարտությունը։ Քանի որ դու ճշմարտությունը չես ճանաչում, դու այդ բանը անում ես, բայց երբ որ ճանաչում ես, հասկանում ես, երբ որ Տերը բացում է քո հոգևոր աչքերը, դու արդեն տեսնում ես, որ դու այո, եւ շնորհակալություն ես հայտնում Աստծուց, որ Տերը քեզ բացում է։ Մենք գիտական խոսացինք, հնարավոր է շատ գիտնականներ, որոնք գիտնականներ են, որոնք այս գիտության մասին շատ բաներ գիտեն, սովորում են, կյանքերը դրած, իրար կյանքերը դրած գիտություն են սովորում։ Բայց կարևոր գիտությունը իրանց հոգու փրկություն, իրանք դրանք չեն սովորում։ Այս է ամենամեծ գիտությունը, որ մարդը ճանաչում է Աստծուն։ Ամենամեծ գիտությունը, որ Աստված քեզ այնպես բաներ է բացում, շատ բաներ է բացում, որ իրան շատ փակ է։ Որ այս մարդիկ կյանքերը դրած, գումարները դրած, սովորում են, գիտնական են դառնում, բայց Աստծո փրկության ժամանակ իրանք չեն իմանում, իրան զղջում չեն հասկանում ինչ բանը։ Տամար Տերես օրհնի բոլորի դե, որ այսօր դու կարողանաք ուշադիր լինեք Աստծուց քո ամեն եղած վիճակի համար, երբ որ Տերը քեզ սովորացնում է։ Այո, բաներ կա, երբ որ մենք չենք վռազում կամ ուշադիր ենք Տիրոջ ձայնին։ Այո, երբ որ դու լսում ես, եւ Տերը քեզ օրհնում է։
Այնքան կարևոր է, որ Աստված նաև քո կյանքի բոլոր ճանապարհը նա տեսնում է քո դիմացի փորձությունը, նա գիտա, որ միգուցե դու փորձության ճանապարհ պիտի անցնես։ Եվ դրա համար շատ անգամ Աստված քեզ իր հոգով արդեն ասում է, տղա ջան, աղջիկ ջան, աղոտ կերա։ Շատ անգամ մենք տեսնում ենք, որ մարդիկ թուլանում են, մարդիկ զլանում են աղոտների։ Մտածում են, դե միտքը եկավ եւ գնաց։ Միտքը չի։ Տեր Հիսուսն է քեզ ասում, որ դու աղոտ կանես։ Ինչու՞ համար, որտեղ նա տեսնում է քո ամեն եղած վիճակը։ Այն, որ այսօր դու չես տեսնում, եւ ես չեմ տեսնում։ Այո, մենք շատ անգամ ունենք վկայություն, երբ որ մարդը լսել Աստծո ձայնը, երբ որ մարդը աղոթքի է կանգնել, Աստված այդ տվյալ մարդուն շատ բաներից փրկել է։ Ես միգուցե վկայած մեղեստե գծի մեջ կամ պաշտամունքներ շատ անգամ վկայում եմ ժողովուրդ ջան։ Երբ որ մի քանի առաջ երբ որ ես գյուղ կար 600 կիլոմետր հեռու ավելի ցուրտ քան Մագադանում, երբ որ աշխատանքի մեջ ենք եւ Սամարեզը բրծա, պետք է գնայի Դոմիկի Սամարեզ, բենտամենը 100 մետր չկար, երևի 100 մետր կլներ կամ չլներ տարածքը։ Այնքան հետաքրքիր է Տիրոջ գործը։ Երբ որ գնացի Սամարեզ լծի բանկի մեջ դուրս եմ եկել Դոմիկից, ընդամենը մի քանի մետր ես առաջ եմ գնացել։ Ես ասու առաջ եմ սմիրցես, ես զգացի, որ մեկը խփեց իմ ձեռին, այդ Սամարեզ ընկավ։ Իրապես եմ ասում, ես զգացի, որ մեկը խփեց իմ ձեռին։ Ժողովուրդ ջան, հենց այնպես չի խփի Աստված քո ձեռին, հենց այնպես իր արշտակը չի խփի, խփում է այդ Սամար ձեռը, թափում է, որ դու մի հատ միտք առնես։ Դու միտք առես, Տեր, ինչի համար էս բան եղավ, ինչն է պատճառը, դու պիտի փնտրես Տիրոջ երեսը։ Որպեսզի Աստծո դու պատասխան լրնես, ուրեմն միգուցե Աստված աղոթքի կարիք է տեսնում քեզ անելու։ Եվ ես սկսեցի Սամարեզները հավաքել ու աղոթք անում։ Ես սկսում եմ աղոթես մետեր Աստված, ես ինչ եղավ էլի սենք, ինչի Սամարեզից։ Հետո երբ որ ես աղոթքում եմ եւ այդ հավաքեցի բրծա եւ գնացի առաջ, տարիքով մարդ էր։ Երբ որ ինձ տեսավ ես մարդը, քեֆն մի քիչ լավ էր, կբավնձի։ Դավայ գնացի Արախպետ պապրոս, արդեն քանի տարի անց է, չեմ հիշում ժողովուրդ ջան։ Գիտեմ որ Արախ կամ պապրոս, ուզեց ասի ձեչասի ես Արախ չեմ քեզի ոնց Արախ կդամ։ Եթե ես պապիրոս չեմ ծխում, քեզի ոնց պապիրոս կդամ։ Եթե մի բանը թույնա դու չես օգտվում, ոնց կրա դու դիմացինին տաս։ Ան ամուսին ջան ծխա։ Եղեջ ամուսին ծխե թույնավորվավ կամ արես մարդ ծխա։ Դա համար մենք ինչ ենք տեսնում, երբ որ Աստված մեզ սովորացնում է ճշմարտությունը, եւ զգացի ես մարդը արդեն այն հաշարից չարացես պես չղայնանում էր վրես։ Եվ մենք էլ հավատքի մարդ ենք ժողովուրդ ջան։ Այո, հավատքի մարդը կռիվ չի նում, հավատքի մարդը ձենը չի գցում։ Ոնց թե դու փարքին կբար։ Հավատքի մարդը խոնարհվում է եւ հավատքի մարդը երկն է տեսնում, ինչպես կարա այս բանից դուրս գաս դու։ Որպես չգնես այդ փորձության մեջ եւ ցենը չբարձրնա, ու գորոց ավելի բարձր չլինի, որ այդ մարդուց դե նայ մեզ կողը հավատացյալ չկա, կանի ցերս բարձրն եմ ժողովուրդ։ Ալնում այդպես պարագաներ։ Երբ որ տեսնում են կողը մարդիկ չկան հավատացյալներ, իրանց ձեն են կան ուժեղ են բարձր, անհավատպես չկորա չճվա։ Եվ մեկ էլ տեսնում են, որ հանգած հավատացյալ տենում են, դառնում են խոնարհ ու հես։ Հետո երբ որ այս մարդը ճղայնացած վրես արդեն բաներում դավայ գնա բեր դուք արմյանի տակի վերջը գնացինք տուն։ Այդ դուրը չաշխատա դարշեսիկ պետք չի սենք հիմա մնանք ես մարդը քեֆը լավ ինչու համար մնանք ու կռիվ սարքենք դժվարություն կա։ Վերջը գնացինք տուն, հաջորդ օր եկա նույնիսկ գործի տեղ։ Երբ որ արդեն գնում եմ գործի տեղ, ես մարդը ինձ տեսավ, տարիքով էլ մարդ էր, ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստված, այո մենք համբերություն ենք սովորում Աստծուց, այդ քու համբերությամբ շատ բաներ Աստված փոխելու, շատ մարդիկ կապաշխար, երբ որ դու համբերես, խոնարհվես Տիրոջ առաջ։ Հենց այս մարդը ինձ տեսավ, ժողովուրդ ջան, դառել է երեխու պես, ով արդեն լացում էր, ներողություն էր խնդրում, ասում էր դու չես պատկերացնում դևերը հարցակվել են վրես, պատկերացնում ես ինչ ասում։ Սիրելի քուր եղբայրներս, անհավատ մարդ ասում է դևերը հարցակվել են, այսինքն դևերը չերես այդ մարդուին վրա են հարցակվում։ Եթե Տերը Սամարեզը չգցեր այդ բանկեն շուրջ չկար, ես չէի աղոթել, ես ինչ պատկերացնեմ, որ աղոթք էր պետք։ Դա համար Աստծուն փառք տվեք, որ անգամ շատ անգամ որ Աստված ինձ ու քեզ արթնացնում է, զգուշացնում է, մտքեր ա տալում, երազներ ա տալում, շատ անգամ քեզ շատ բաներ սովորացնում է, ճանապարհի մեջ է քեզ հետ խոսում։
քո գործի աշխատանքի տեղ ա խոսում։ Այս մարդը լացում էր, տարիքով էլ մարդ էր։ Առել էր երեխու պես, քիչնա լաց էր։ Ասում էր ներա ինձ։ Դևերը հարցակվել էին վրես։ Այսպես մենք տենում ենք, որ դիվական աշխարհը, որ այս մարդկանց անավատ մարդկան հնարավոր է քու վրա հարցակվի։ Բայց եթե դու ունես աղոտ քո կյանքի մեջ պատնեշ ունես, լավ իմացի, այդ քո պատնեշը Տերը պահելու է։ Դիվական աշխարհը չի կա, եթե դու խոնարհվես Տիրոջ առաջ, այո, շատ անգամ հարցակում է մարդ ունենում։ Այո, մենք բոլորս այն օր կարդացինք, որ եթե դու մեզ հավատքի մարդ ես դառնում, դու պետք է անցնես այս ճանապարհը։ Հալածանք պետք է կրես Քրիստոս Հիսուսի անվան համար։ Եվ դա համար թող Աստծո փառավորվի, որ Աստված այսօր մեզ ինչ է սովորացնում։ Սովորացնում է, որ դու քո կապը հաստատես Տիրոջ հետ, որ Տիրոջ այն ձայնը քո համար պարզ մաքուր լինի, որ դու զանազանես Աստծո ձայնը քո կյանքի մեջ։ Ասում եմ, գառներս իմ ձայնը լսում են, ինչի համար այսօր շատերս չեն լսում Աստծո ձայնը։ Ինչն է պատճառը։ Մենք իրար գառը չենք։ Այո, իրա գառն ենք, բայց շատ անգամ մեր ագաժները փակում են։ Ես հիշում եմ, որ մի քույրիկի Տերը երազա ցույց տալու, տեսիք։ Ասում է, տենում եմ, որ ագանջս փակված է։ Այնքան բամբասանքն է, ինչ սես չի լսե։ Այդ ագանջը փակվել էր արդեն, Տերը ցույց տվավ։ Աղջիկ ջան, նայա տես, քու ագանջը փակվել է, ել դու իմ ձայնս չես լսում։ Այո, շատ անգամ որ մարդիկ մտնում են այդ բամբասանքների մեջ, չարախոսությունների մեջ, տո դադելու մեջ, այդ քո ագանջը արդեն փակվում է, դու չես գրում Աստծո ձայնը, որ Աստված քեզ զգուշացնում է, մերա։ Աղջիկ ջան, տղա ջան, այս բանը մի արա, զգուշացի։ Ես չգիտեմ ինչի համար Տերը խոսում, ես ուրիշ բան ուզում խոսեի, բայց Տերը տանում է այն բանի համար, որը Տերը ավելի կարևոր է տեսում։ Դա համար մենք ամեն պաշտամունք հանձնում ենք մեր Աստծուն, հանձնում ենք Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, ասում ենք Տեր Հիսուս ջան, ամեն քո արժև ենք, ինչ ունես խոսելու քո ժողովուրդ հետ։ Եվ դա համար մենք տեսնում ենք եւ յուրահատուկ խոսք է լինում։ Ամեն օր եթե դուք ուշադիր եք պաշտամունքին, Աստված ձեզի համար յուրահատուկ խոսքեր է պատրում, հատուկ կերակուրներ, հատուկ բժշկություններ է բերում, որ իրար ժողովուրդը հոգեվորապես արտուն կնվի։ Լավ իմացեք, Աստծո ուշադրությունը ոչ թե մեր մարմնի մենակ բժշկության համար է, Աստված գիտե, որ այս մարմինը ժամանակավոր է բոլորիս համար։ Մենք երեք խոսացինք, որտեղ մենք չգիտենք մենք վաղը թե այսօր, մենք չգիտենք առավոտ կարթնանանք թե չենք կարթնանա։ Այո, ոչ մեկ չի մանում։ Բայց եթե մարդ ունի հոգեվորապես բժշկություն, եթե մարդը հոգեվորապես արտուն է, մենք տեսանք, որ այն անգամ, որ եղբայրը խոսում է իմաստուն կույսերի մասին, իմաստուն կույսերը իրան թրգություն կտան։ Դա համար Աստված ինչ է ուզում, որ այսօր իր ժողովրդին արթնացնում է, որ ժողովուրդը արտուն կենա, ամեն ատեն աղոտ կարեք ու մի ցանցրացեք։ Այո, Տերը ուզում է օրհնի մեզ բոլորիս, երբ որ Աստված մեզ անհանգստություն է դնում, ուրեմն Աստված կարիք է տեսնում, լավ իմացի։ Շատ անգամ որ Աստված մեզի ղրգում է հիվանդանոց, մենք այսօր հարց ենք տալում, Տեր Աստված, լավ գնացի, ընդ ես պետք եմ թե չէ։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ որպես հիվանդանոց պարգևեցին այստեղ, այս բժիշկս ընես մի հատ դիագնոզ էր գրել, որ ասեց քեզի հաստատ կպարգևեցնեն։ Ես էլ ասի բժիշկը հաստատ կպարգևեցնեն, դե քտից բորբոք մասը կար, յանից բուժվեք։ Ասի բժիշկան հաստատ կպարգևեցնեն, վերցնեմ այդ եղած ինչ որ պետք է գնամ, ասեց սա։ Շորշան Աստծո փառավորվի։ Այո, եթե մեզի մի տեղ ղրգում է, պատական չի ղրգում քեզ։ Լավ իմացի, դու պետք է հաստատ Տեր ասած, լավ գնում եմ հիվանդանոց, ինչ կան դեղնցի, ում պետք է վկայեմ, ինչ պետք է ասեմ։ Դու պետք է ունենաս քո մեջ հայտնություն Տիրոջ, եւ դու երբ որ աղոթում ես, Տեր այո, բերում այդ ընթացքը քո առջև։ Հետարքի երբ որ առավոտ եղբայրն եկավ, որ իրավ թե պետք է գնանք, եղբայր ջան, արի աղոթ կանենք Աստծուն։ Եթե Աստծո կամն ես ընդեմ դի պարգեմ, ուրեմն թող պարգեցնեն, եթե չէ հետ ղրգեմ։ Ժողովուրդ ջան, շատ անգամ մենք աղոթում ենք եւ շատ անգամ մենք չենք հավատում մեր աղոթներին։ Այո, շատ անգամ ցավալ է, որ մարդը աղոթում ու չի հավատում իր աղոթներին։ Երբ որ ճանապարհին գնում ենք, ասում ենք Տեր Աստված, այս բժիշկ ինչ պետք է ասա, որ ինձ չպարգեցնա։ Ես մարդը մտած մեզ ինչ պետք է ասա, արդեն ընես բաներ գրած, որ ինձ հաստատ պարգեցնեն։ Վերջը գնացինք հիվանդանոց, ելա վերևի հարգեր, երիտասարդ կին էր, բժիշկ քույր էր, բժշկու էր։ Վերջը նայեց ստուգեց, ասեց քեզի չեմ պարգեցնի։ Ասի ո՞ւց է չես պարգեցնում։ Ասեց ա չեմ պարգեցնի քեզի։ Վերջը մտա կաբինետ բանման էր գրում երևի սկսի այդ Աստծո խոսալ։
Ակին Աստծո խոսած երիտասարդ է, Ժողովուրդ, իրանք էլ կարիք ունեն, լավ իմացի։ Իրանք կարիք ունեն հոգու փրկության մասին, իրանց համար ցավալի է այսօր մեզ համար։ Այո, մենք մարմնավոր տգարություն ենք, բայց այս մարդիկ հոգևոր վահան են, մարդիկ հոգևոր սատանայի ձեռքը տանջվում են։ Այո, մարդիկ քելում են, մարդիկ աշխատում են լավ պաշտոն, բայց մարդիկ շատ անգամ սատանի ձեռքը տանջվում են։ Մարդիկ Աստծուն չեն ճանաչում։ Համար դու Երանի մարդ ես, որ Աստված քեզի քո միջոցով շատ մարդկանց ուզում է փրկի, քո միջոցով։ Կարող դու տեսնում ես շատ տգար ես, թույլ ես, դու հիվանդ ես, բայց Տերը ունի քո միջոցով մարդկանց փրկելու հույս ունի, որ քեզ որպես ծառա կսարքի, որ քեզ կօգտագործի որպես իր ծառա։ Համար Տերը սորտնի, երբ որ ես քույրիկ հետ կնոջ հետ աղաքին խոսացի, բժշկու հետ իրա մի հատ նոր կդագան տվեցի։ Դուրս եկա մի չանց մի հատ կին էր կայնած, մի հատ էլ իրան տվեցի, մեկ էլ մի հատ քույր կար, որ իր հետ էր դեր, մի հատ իրան տվեցի կտագարան։ Գնացիս եղբայրջան, վсё, մեր գործը պրծավ ստեղ, էս կաներ տիրոջ գործը, որ մենք գայինք, մարդկանց վգայենք ավետարան ու մենք գնայինք նոյստու ժողովուրդ ջան։ Դամար Տերս օրհնի, այո, մենք եթե շատ անգամ մենք գնում ենք, ասում ենք Տեր Աստված, ինչ ունենք։ Ես հիշում եմ, եթե վգայած եմ, որ մենք այդ գյուղի մի քույրիկ ունեին 40 տարեկան էր այդ ժամանակ, հրակով հիվանդ էր։ Միշտ ասում էր, այ Արմեն աղբեր, ուզում եմ հարցնեմ, ինչի՞ եմ ես հիվանդ, այս հիվանդության մեջ։ Ինչն է պատճառը։ Ամուսինը մահացած էր իրա, երկու հատ աղջիկ ուներ։ Վերջը, որ ինքը արդեն մի քանի տարի առաջ եկավ Մագադան, բուժման ստեղ հիվանդանոց։ Եկավ ստե պարգավ հիվանդանոց, ասում է Արմեն, բրատ Արմեն, ես արդեն հասկացա, թե ես ինչի համար մեզ հիվանդությունը ձեռք բերեմ։ Ասում է, ես այդ հիվանդանոցում, որը մենակ ինքը կրամնի, մենք չենք կրադեմ մնե ժողովուրդ ջան։ Ասում է, այդ հիվանդան այնքան մարդկանց են վգայել Քրիստոսի մասին, որոնք մահացել են։ Ասում է, դաժե միտեղ Տերը ղրգեց, ես չգնացի։ Որ կակրած դրա մասին ենք խոսում, շատ անգամ մենք զլանում ենք, շատ անգամ չենք պատկը, որ Սուրբ Հոգին քեզ անհանգստություն, որ գնա խոսայի մասին։ Եվ ասում է, երբ որ ես չգնացի, այդ տվյալ մարդը մահացավ։ Ժողովուրդ, սա ցավալի է։ Ցավալի է, որ Աստված քո միջոցով ուզում է շատ մարդկանց փրկա, այդ փրկիչը դու ես, այդ փրկիչը քո մեջի Քրիստոսն է, Սուրբ Հոգին է, նա է փրկիչը, բայց նա քո որպես քեզ անոտ ուզում է օգտագործի, որ քեզ փրկել է, նա ուզում է նաև քո պատճառով մի ուրիշին է փրկի։ Ժողովուրդ, Աստված մարդկանց միջոցով էր աշխատանք տանում։ Մենք շատ անգամ տեսնում ենք ոչ մի հրեշտակ չի ինչ-որ մեկին վգայելու, նա քեզ է ղրգում։ Ինչու Կորնելիոսին հրեշտակացեց գնա Պետրոսին կանչի, ինչ հրեշտակը չէր կրա պատմի։ Հրեշտակն է կրար, բայց այդ ամեն բանը Աստված տվեց եղբայրությանը, մարդկությանը տվեց այդ ամեն բանը քարոզելու, որտեղ Ադամը որ մեղանչեց ընկավ Աստծո խոսքից, եւ այդ ամեն իշխան իր ձեռքից առնվավ Տերը նույնիսկ վերցրեց իր խաչելությամբ, ներես մեր մեղքերը իր սուրբ այրունով։ Այո, մենք Իրանելի մարդիկ ենք։ Մենք այնքան խոսացինք, որ ժողովուրդ, այո, մենք, ես դու Երանելի մարդիկ ես դու։ Դու այսօր Երանի ես, կարող դու չտեսնես այդ երանությունը քո կյանքի մեջ։ Ինչի՞ համար, որտեղ սատանան քեզ միանգամից քո խնդիրն է ցույց տալու, քո հիվանդությունն է ցույց տալու, քո ամեն դժվարությունը, ես շատ անգամ մարդիկ մենք մոլորվում ենք, չենք տեսնում, որ այո, մենք Երանելի մարդիկ ենք, որ ունենք Քրիստոս, որ Հիսուս հենց հիմա եկա դու փրկված ես։ Եթե հիմա հարց տանք ժողովուրդ, հիմա Հիսուսը գա դու փրկված ես թե չէ։ Հիմա դու քո մեջ էլ հարցիդ պատասխանը դու քո մեջ։ Եթե հիմա Տերը գա հապշտակում դու փրկված ես այսօր թե չէ։ Այո, շատ անգամ մարդիկ կկասկածեն։ Շատ անգամ մարդիկ կմտածեն, այո, ես փրկված չեմ։ Բայց եթե դու փրկված ես, բայց ինչ ես մտածում այսօր դրա մասին։ Ուրեմն պետք է այսօր դու մտածես, որ դե վաղը ուշ կլինի իմ ու քո համար։ Դամար Տերը օրհնի, որ այսօր Աստված ինձ ու քեզ ինչ է ուզում։ Ուզում է, որ մենք ագանջ ունենանք Տիրոջ խոսքին։ Այնքան օրհնյալ է, որ Աստված այսօր քեզ եւ ինձ օգտագործում է իր փառքի մեջ, իր փառքի մեջ է։ Այդ շնորհքը ինքն է։ Երբ որ մենք շատերս կրանտ ունենք տունը, այդ կրանտ եթե ջուր չեկավ, այդ կրանտը օկու չէ, այդ կրանտը պիտանի չի։ Այո, կրանտը կարա բղդոր ջուր է գալում, այդ էլ պիտանի չէ, այդ կրանտը, այդ բղդոր է գալում, բայց եթե մաքուր ջուր է գալում, այո, շատ մարդիկ այդ մաքուր ջուրը խմում են։ Եթե քո մեջ կա Քրիստոսի ջուրը, քո այդ աղբյուրը քո մեջ կա, եւ շատ անգամ այդ ջուրը քեզ բրխում է այդ մարդկանց, ովքեր անհավատ են։ Եվ այդ մարդիկ այդ ծառավը հագենում են քո բենից ելած Աստծո խոսքը խոսելուց վգայելուց։
Այո, մենք գիտենք, որ քույրիկներն համապատասխան Տերը ծառայություն ատվել եկեղեցու մեջ։ Այո, քեզ քարոզիչ չի դարձնա, բայց քեզ աղոթող քույրիկը դարձնա, քեզի վկայող քույրիկը դարձնա։ Այո, իսկ նաև կա շատ բաներ կա, որ Աստված օգտագործում է, նաև տեսիքներ, որ քույրիկներն նաև Տերը օգտագործում է։ Այո, ինչ որ բանի մեջ կա, դու դրա մեջ մնա, եւ Աստված քեզ պիտի օրհնի։ Ամենակարևորը, որ դու կարողանում ես Աստծո խոսքը տարածես մարդկանց։ Սիրելի իմ քույր եղբայրներ ջան, դու պետք է տարածես, դու նաև քո վարմունքով պիտի մարդկանց փոխես քո կյանքի մեջ։ Եթե քո վարմունքը չհամապատասխանես քո ավետանի հավատքին, որքան էլ մենք գոռանք, ճվանք, եղբայր ջան, այ հարևան ջան, գիտես քանի տարվա հավատացել եմ, այդ իմ տան անդամներ, գիտես քանի տարվա։ Այդ տան անդամը գտնակս այդ ինջան կամ այ ամուսին ջան, ես քո տարիքը չերում քո հավատքը չի համապատասխանում քեզ։ Ինչ համար, որտեղ մարդը չի փոխվում։ Մարդու մեջ դեր այդ չարությունը, այդ հբարդությունը դա դեռ մնում է մարդու կյանքի մեջ։ Համար Տերը սորտնի, որ այո, մենք բրի տեսնենք այդ մտքերը ինչուց է գալու։ Շատ անգամ մտքերը մարդկանց խանգարում է Քրիստոսին պաշտելու համար։ Եվ մարդկանց սկսում է տգարացնել, թուլացնել։ Այդ միտքն միտք է գալը, որը շատ անգամ մարդկանց բռնում է միտքը։ Դա համար այսօր շատ կարևոր է, երբ որ մենք զանազանում ենք Տիրոջ ձայնը, իմ գառներս իմ ձայնը լսում են։ Այո։ Օրհնյալը մեր հոր անունը, մեր Աստծո անունը օրհնյալը, որ նա քեզ հետ խոսում է, սիրելի քույր եղբայրներս, նա անտատ քո հետ խոսում է, նա ուզում է իմ ու քո ագաժները բացի, միգուցե դեր փակված բաներ կա մեր ագաժներ, շատ մեղքեր կա, չարություններ կա մեր ագաժներ, դեր փակված է, ինչ համար որտեղ մարդը չի կրում լսի Աստծո խոսքը։ Աստված քանի տեբերով խոսում է մարդկանց հետ, ինչ համար իր ժողովուրդը չկարողացան լսել Աստծուն, Տիրոջը ինչու չլսեցին, որտեղ ագաժները փակ է իրանց։ Իրանք ունեն իրանց գաղափարն, իրանց հասկացողությունները։ Ասին մենք Աբրամի որդիներ ենք։ Ժողովուրդ, այդտեղ հայտարարեցին Հիսուսին։ Բայց Տերուսը պարզ իրանց ասեց, դուք Աբրամի որդի չեք։ Ժողովուրդ, սա ավետարանն է ասում։ Պարզ ասեց, որ դուք էլ Աբրամի որդիները չեք։ Ասեց դուք Սատանայի որդի եք, պատկերացնում եք ինչ ասում մարդու։ Այն մարդիկ, որ իրանք գիտեն հրյա են, իրանք Աստծուն պաշտող ժողովուրդ են, բայց ասեց ձեր հայրը Սատանեն է։ Ինչու համար, որովհետև դու Սատանայի կամք ես կատարում, ոչ թե Աստծունը։ Աստծո կամքը դա բարի եւ սուրբ է։ Այս ամեն գիրքը, որ գրվել է ինձ ու քո համար, որպեսզի մարդը կարդա ու հասկանա Աստծո պատվիրանը։ Նա քեզ պատվիրում է, նա պատվիրում է, որ դու սուրբ ապրես, որ դու չմեղանչես Աստծո առաջ։ Եթե մեղանչում ես, դու պետք է իմանաս, որ դու ունես փրկիչ, դու իրավունք ունես նույնպես գնաց այդ Տիրոջ առջև, լացես, ասես Տեր Աստված, ներա ինձ Հիսուս ջան։ Եվ քո սուրբ այրովդ ինձ նույնս մակրա սրբա։ Շատ կարևոր է։ Աստված հետարքիր մի պատվեր տվա բոլորիս, ասում է ես խոնարհներին շնորհք եմ տալում եւ հբարդներին պիտի խոնարհեցնեմ։ Երկու բան կա մեր կյանքի մեջ։ Եթե հբարդ ենք, Աստված մեզ պիտի խոնարհեցնա, նա քեզ չի կրա օրհնի, նա պիտի առաջինը քեզ խոնարհեցնա, նոր օրհնի։ Նա քեզ շնորհք չի կրա տա, եթե քո մեջ կա հբարդություն եւ իմ մեջ։ Բայց եթե դու խոնարհվում ես Աստծո առաջ, ասում է ես խոնարհներին շնորհք եմ տալում, այսինքն Աստծո շնորհքը քո կյանքի մեջ ավելանում է։ Աստծո շնորհքի մեջ ապրում ես դու։ Եվ այսօր դու համ ու հոտ ես դառնում այս երկրի վրա։ Պատկերացնես ասում է դուք այս երկրի աղն եք, այս ամբողջ աշխարհի աղն եք։ Մենք տեսնում ենք շատ անգամ մարդիկ գնում են սարերը փակվում, որ հանկարծ մարդիկ չտենան եւ չմեղանչեն։ Այդպես սաղեր կրանեն։ Բայց վերջը քո մեղքը քո մեջը գնում ես։ Այդ դու երբ որ ապրում ես անհավատ մարդկանց մեջ ես ապրում։ Եվ այդեղա քո լույսը պետք։ Եթե մենակ դու ես այդ քո լույսը ումնա պետք, ով դենա քո լույսը, ոչ մեկը չի տենում։ Այդ լույսը պետք է մյուսներին լուսավորի։ Այո, Տեր ասում է դուք եկես լույս ես աշխարհին։ Եթե լույս եմ Տեր, բայց ինչու իմ լույսը չի ճառագում ես մարդկանց։ Ինչու համար ես մարդիկ չեն տեսնում, որ ես լույս եմ քո Հիսուս ջան, ի՞նչն է պատճառը։ Ինչու չեն տեսնում, որ ասեն այո, իրապես դու Աստծո աղջիկն ու տղեն ես։ Ինչու չեն ասում ես։ Ժողովուրդ, սա ցավալի բաներ է, որ Տերը ինձ ու համար լացում է։
Այսմա Սուրբ ոգին ծածուկ տեղերը լացում է, ինչու համար տեսնում է, որ իր ժողովուրդները իրան չեն ճանաչում։ Իր ժողովուրդը չի նմանվում Տիրոջը, Քրիստոսի նմանվի։ Ասում է սովորեք ինձ մե, որ հես եմ եւ սրտով խոնար։ Ամենակարևոր որ մարդը պետք է ձգտի սրան։ Այո, շատ անգամ մարդիկ ձգտում են շատ հրաշքների, վերջը սպասավորության կարող ձգտեն, ինչ որ մի բաներ են ձգտում, բայց մարդը չի ձգտում Աստծո առջև խոնարհվելու առջև եւ Տիրոջ խոնարհությունը եւ հեզությունը հագնելու համար։ Սա է կարևոր հարցը, որ Տեր ասես սովորեք ինձ մե, որ հես եմ եւ սրտով խոնար։ Սա է քո փրկության աղբյուրը։ Սա է քո փրկության ընթացքը, որ դու հես ես եւ սրտով խոնար ես։ Այո, մենք գիտենք, որ մարդ երբ նոր գալու Աստծուն, մենք միանգամից չենք դառնում դրանք, բայց մենք ուզում ենք, մենք ցանկանում ենք։ Շատ անգամ մարդիկ ասում են, այ աղբեր ջան, ես չեմ կրում պապիրոզը թարգել։ Ես չեմ կարողանում։ Բայց Աստված հետարքիր հարց է տալում ինձ ու քեզ։ Բայց դու ուզում ես թարգել, սա է հարցը, Ժորժ ջան։ Բայց դու ուզում ես, այդ չկար սա չեն կարա։ Ոչ մեկ առանց Աստծո չի կարա իրան փոխի։ Մենակ Աստված ինձ ու քեզ հարց է տալում, լավ, դու ուզում ես պապիրոզը թարգես։ Եթե մարդ ասում է, այո, սրդանց ասում, ոչ թե բերանով, կարա մարդը բերանով ասի, բայց ներսը պապիրոզ ուզում է ծխի։ Կամ ինչ որ մեղքը սիրում է։ Այ շատ անգամ մենք բերանով ասում ենք, բայց ներսը մեր մեղքը սիրում ենք։ Այդ մեղքը փայփայում ենք մենք։ Բայց լեզվով ասում ենք, այո։ Ես մի անգամ, երբ որ Սողոմոն ապոր քարոզ, երբ որ մի քույրիկ սպասավորներին կանչում է եւ լացով աղոթում ես քույրիկ համար ինչ որ բաներ կա որ դազատվի, ասում ես քույրիկը լացով եւ եղբայրները սաղս իր համար աղոթում ենք, Տեր Աստված ազատեց քույրիկս, մա աղոթում ենք, կապ չկա ազատություն։ Ասում է եւ Սողոմոն աղբես, ես առանձնացա Տիրոջ առաջ ասի Տեր Աստված, ո՞նց կլինի բան, էսեւ։ Այս քեզ քույրիկը լացում է, ուզում է ազատվի, բայց դու չես ազատում իրան, Հիսուս ջան։ Ասես տղա ջան, գնա իրան ասա, որ ինքը չի ուզում։ Ասես ինքը չի ուզում ազատվի։ Բայց բերանով լացում է, Տեր ջան ուզում եմ, բայց սիրտը չի ուզում։ Ինչու՞ ասում է ուշադրություն դարձեք ձեր սրտից ընդից է գալում չար խորհուրդ է։ Այսքան որքան կարող որ մենք ուշադիր ենք մեր սրտի համար։ Եթե դու ուշադիր ես տեսնում ես, այո, դե քո սրտի մեջ կա չարություն, բամբասանք, չարախոսություն, եթե կա դու պիտի ուշադիր ես քո հարցի համար։ Ինչու՞ շատ անգամ մենք տարիքով քույրին են, որ իրանք շատ անգամ չեն կարողանում փոխել, բնավորություն կա, որ դրանք չեն փոխում։ Թեկուզ տարիներով հավատքի մեջ են, բայց այդ բնավորության խասյաթը որ կա, որ այսօր չի կարող փոխել իր կյանքը, այսինքն չի ուզում փոխել, մարդը չի կարող փոխել, բայց մարդը պետք է ուզենա։ Հետո երբ այս մայր պոլիս գնացի այդ կանգնեցիս եղբայրը ջան կանգ արեկել է։ Ես կան աղոթում ենք, լացում ենք։ Հարցը տալում քույրիկ ջան, բայց դու ուզում ես փոխվես, ասում է չի, բայց եթե չես ուզում, չես կարող եղբայրին տանջում ես, լացում ես, որ դու փոխվել ես, Ժորժ ջան։ Ժորժ ջան, սա ցավալի բան է։ Այո, մարդը չի պատմ, եթե այդ պայն Տերը գար, հնարավոր է այդ քույրիկը մնար երկրի վրա։ Ինչու՞ համար, որտեղ իր մեջ զղջում չկար, իր մեջ մեղքը փայփայում ու սիրում էր։ Այո, մենք գիտենք, որ երբ որ մենք դուրս ենք գալում անապատից, գալում ենք դեպի Տերը, Ժորժ, այնքան բաներ կա մեզի փոխվելու։ Դամար երբեք հոգևոր լուրջ մարդ իրան երբեք սուրբ չի կրում տեսնի, չի տեսնում, միշտ տեսնում է կարիքավոր։ Այսինքն միշտ տեսնում ես, որ դու կարիք ունես Քրիստոսի փոխվելու։ Դամար Տերես օրհնի բոլորիս էլ, որպեսզի մենք կարողանանք Աստծուն հաճելի կյանք ապրենք այս երկրի վրա։ Այո, եղբայրներ շատ բաների մասին ենք խոսում։ Տիրոջ պատվերն են ասա։ Սա քո գործն է։ Շատ անգամ հնարավոր մարդը սա եղբայր ջան, քո ինչ գործն է, ոնց ուզում եմ պես կապրեմ։ Քո ինչ գործն է, ոնց ուզում եմ պես քակնվեմ։ Ինչ ուզում եմ կանեմ։ Այո, շատ անգամ մենք եկել այս դարաշրջան ենք եկել։ Սա եկել է մի դարաշրջան, որը շատ վտանգավոր դարաշրջան է։ Մարդիկ փոխվում են, մարդիկ Աստծո ձայնը չեն լսում, բայց մարդիկ գնում են պաշտամունքներ, ասում են աղոթում, բայց ելն ձայնը չեն լսում իրանց։ Որ դու սխալ ճանապարհ, դու լեն ճանապարհի վրա ես կանգնես, սիրելի հոգի, դու մի հատ նայած ես որտեղ դու կանգնած։ Ինչու՞ մա լայն ճանապարհի մարդիկ չէին լսում, գնում են այդ ճանապարհով։ Բայց դες մե դեն ճամփեն տանում է կորուստ։ Բայց այսօր մենք կարդում ենք սա։ Այո, մենք կարդում ենք լայն այն ճանապարհը, որ տանում է դեպի կորուստ։ Եվ շատ անգամ մենք չենք տեսնում, մենք որ ճամփի վրա ենք այսօր կանգնած, լայնը թե նեղը։
Եթե նեղն ես կանգնած, ուրեմն դու սիրում ես Աստծո խոսք, ավետարանն ես սիրում։ Երբ որ բաներ կա, որ Աստված չեր եղբայրի միջով քեզ ասում է, սովորացնում է, դու ընդունում ես, ուզում ես, այո, Տեր Աստված, շնորհակալ եմ։ Այս բանը ինձ բացված է, բայց չեր եղբայրի միջով դու ես քո խոսքը բացիր ինձ, հասկացա, որ սխալ ճամփի վրա եմ, ես սխալ բան եմ անում։ Բայց ես ուզում եմ փոխվեմ, Տեր Աստված։ Ուզում եմ ներսը փոխես, որ ես սեր ունենամ, կյանք ունենամ։ Որի մեջ լինի աստվածային կյանք իմ սրտի մեջ։ Այս է կարևորը։ Դամար Տերը օրհնի բոլորիս էլ։ Այսօր այս վերջին ժամանակներին, որ Աստված թագում է իմ ու քո սիրտը։ Եթե բացես քո սիրտը Աստծո առաջ, դու կլսես իր ձայնը։ Դամար թույլ տու Աստված քո ագաժները մաքրի։ Այս մարմնավոր անգաժների մասին չէ ժողովուրդը։ Մարմնավոր անգաժները հատուկ բաներ կա, որ մարդիկ մաքրում են։ Բայց մի ագանջ կա, որ Տերը պետք է մաքրի, եւ դու պետք է չկերտոտես այդ ագանջները, որ քո այդ ագանջը չլսա Աստծո խոսքը։ Աստված քարոզում է, Աստված խոսում է եղբայրի միջոցով, բայց մենք չենք լսում։ Այո, մենք տեսնում ենք եկել է մի ընթաց, որ մարդիկ փոխվում են, այլ մարդիկ չեն լսում։ Էլ եղբայրները խորհուրդ են տալու, ասում քույրիկ ջան, այս ինչ ա քո վիճակը։ Էլ չեն եք վախենում են արդեն մի բան ասեն։ Կարող է համա անպատվեն է դաշ։ Ժորժ ջան, Տերս օրհնի բոլորիս էլ, Ժորժ ջան, էսի ցավալ է իմ համար, ձեր համար։ Մենք որ խոսում ենք, քարոզում ենք եղբայր, մի մտածեք, որ մենք արդեն ենքան ելած թափած ենք, շատ անգամ մարդիկ մտածեն, ասեն այ մարդ էս եղբայրը մենք էլ իրապես լնենք, բայց այդ եղբայրը նույնպես կարիք ունի Քրիստոսի։ Լավ իմացեք։ Ես հիշում եմ մի անգամ մի երիտասարդ երեխա էր, երիտասարդ տղա էր, ասեց եղբայր մեն ապրել, մի հատ աղոթեց իր համար, մայրն էր երևի։ Ասում եմ Ազիզ ջան, ինչ եղ, ասում է Արմեն աղբեր ջան, միտք ունեմ, միտք ա գալում։ Էս ինձ էլ ա գալում, այս ջան։ Ասես քեզ էլ ա գալում, ասես ինձ էլ ա միտք գալում։ Ժողովուրդ ջան, ում միտք չի գալում։ Բոլոր մարդկանց է միտք ա գալում։ Բայց դու պետք է զանազանես, այդ միտքը սևն է թե սպիտակ։ Այդ միտքը լավն է թե վատը։ Շատ անգամ ինչու՞ համար ես անգամ ասում, չէ, մարդիկ սևը սպիտակից չեն տարբերում։ Հիմա այս տարաշրջանում էլ մարդիկ չեն դեն, որ էդի սպիտակ է, էդի սև չի։ Կամ էսի սև է։ Մի սպիտակ սարկա, մի քո համար լավ է ծրա, որ էսի չայ մարդ էսի լավն է։ Ես մեմ կարտամ Հռոմացիս 8-րդ գլխի 9-րդ խոսքից կկարտանք Ժորժը։ Մենք չգիտենք ինչու համար Տերը տարավ այս ամեն խոսքերի վրա, որոնք դրանց կարիքը ինքն է տեսնում, Ժորժը։ Մենք չենք կրա Սուրբ Հոգուն ասենք ինչ խոսա։ Մենք իրավունք չունենք Տիրոջ ասենք Տեր Աստված ինչ խոսա, ինչ խոսա։ Դա մեր գործը չի, Ժորժ ջան։ Մեր գործը հնազանդվելն է, ասում ենք Տեր Աստված, հանձնվում ենք քեզ, ինչ ուզում ես խոսել քո ժողովուրդը, դա քո ժողովուրդն է։ Մենք բոլորս Աստծո ժողովուրդ ենք, Աստծո զավակներ ենք։ Այո, նա է հեղինակը։ Նա գիտա ինչ խոսա, որտեղ նա պետք է անի։ Սուրբ Հոգին ակու վերքերը փաթաթող, Սուրբ Հոգին ակու մեղքը ներողը մաքրողը նա է։ Քեզ ազատագրողը Սուրբ Հոգին է։ Եվ նա եկե քո սրտի մոտ կանգնած թագում է։ Պատկերացնում ես Տերերի Տերը, Աստվածների Աստված եկել է քո սրտի մոտ կանգնած ու թագում է։ Այո, եթե մի հատ պրեզիդենտ կար, մարդը գելեր վռած դուռը կբացեր, արդեն եսի ինչ գալստուկներ քակներ, որ դիմավորեր, բայց այն որ Տիրոջ հոգին, որ Տերերի Տերն է, իմ ու քո սրտի մոտ կանգնած թագում է։ Ինչու՞ համար շատերս չեն լսում այդ թագոցը։ Ինչու՞ համար փակված է դուռը քո։ Այդ դուռը դու պետք է բացես, լավ իմացի։ Այդ դուռը քո մոտ է, ռուշկեն քո մոտ է, դու պետք է բացես, որ Տերը ներս մտնի, Տերը պետք է հրավիրես քո կյանքի մեջ։ Հռոմացիս 8-րդ գլխի 9-րդ խոսքի կարտանք։ Ասում է, բայց դուք մարմնավոր չեք, հապա հոգիով։ Եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակած է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, անիկա անորը չէ։ Ասում է, բայց դուք մարմնավոր չեք։ Շորջը ասում Աստծո խոսք ինձ ու քեզ ասում։ Ասում է, դու մարմնավոր չես, որ դու մարմնավոր պետք է մտածես։ Մարմնավոր կերպով պետք է ապրես, դու էլ մարմնավորը չես։ Աստված քեզ արդեն հանել է այդ խավարից։ Սատանայի ձեռքից արդեն ազատել է ինձ ու քեզ։ Դու տեսնում ես, գնահատում ես, թե չէ։ Շատ անգամ որ մարդիկ ապաշխում են, գիտեն այնքան լավ ասենք, հենց Աստված եսին որ դիրանք, Աստված քեզ Սատանայի ձեռքից են դու քեզ Ժողովուրդ ջան։ Եթե Աստված մեզի ցույց տա, մեզի որից է Աստված քաշի անե, մենք Տեր Հիսուսի ոտքերը համբիրելով չենք կշտանա։
Մայրամի պես գգնենք գրգենք տիրոջ ոտքերը, արդասուններով կլվենք են տիրոջ ոտքերը։ Այո, Տեր ջան, իր ներկայությունն է իշնում։ Այն ներկայ երբ որ իր մասին ես խոսում, երբ որ իր մասին խորհում ես, երբ որ դուզում ես Աստված քո կյանքի մեջ հայտնվի, Աստված մոդել մարմնավորը չես, որ մարմնավոր կերպով դու ապրես այսօր։ Այսօր պետք է մտածես քո փրկության մասին։ Այսօր է ժամանակը։ Այո, մենք տեսնում ենք այս վերջին օրերին Աստված ինչքան անհանգստացած իր ժողովրդի համար։ Խոսում է 10 կույսերի մասին, խոսում է իր գալստյան մասին, խոսում է որ մարդիկ արտուն կեցեք։ Բայց այսօր տեսնում ենք, որ մենք պատրաստվում ենք, թե չենք պատրաստվում։ Մենք ինչպես ենք ապրում, մարմնով թե հոգիով։ Եթե Քրիստոսը ձեր մեջ է, ալ մարմինը մեռած է մեղքի համար, հոգին կենտանի է արտարության համար։ Ժորժան։ Եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, անորը չի։ Այսինքն, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, այսինքն դու էլ հոգու հետ կապ չունես։ Այն հոգուն դու հետ կապ չունես այդ Տիրոջ հոգու հետ։ Այդ հոգին մենակ Սուրբ Հոգու մգրտությունը չէ, ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ Սուրբ Հոգով մգրտված են, բայց Տիրոջ հոգու հետ կապ չունեն։ Մարդիկ ժողովուրդ ջան, սա չենք դատում, սա մեր համար Տիրոջ համանա ցավելի, նոր մեծ ադնում է ցավը։ Այն որ այսօր Աստված խոսում է, ոչ թե մենք խոսում ենք ինչ-որ մեկին նսամացնելու, ինչ-որ մեկին, ժողովուրդ ջան, Տեր Հիսուսի համար ցավ է, երբ որ իր Տիրոջ հոգով մգրտված, Սուրբ հոգով մգրտված մարդիկ աշխարհ են վայելում այսօր։ Եվ այդ համար ինչ համար շատ անգամ մենք աղոթում ենք իրանց համար, որպեսզի Աստված այս մարդկանց բերի, ժողովուրդ ջան, գիտես ինչքան վատ է, երբ որ մենք ճանաչելով Աստծուն ու հեռանում ենք նա ամենավատ բանը, ավելի լավ է դու չճանաչեր, քան թե ճանաչելով ես հեռանում Աստծուց։ Սա գիտես ինչ ահավոր բան է։ Եթե դու գիտես փրկության ճամփեն, բայց դու մերժում ես այդ ճամփեն։ Ես մի քանի տարի առաջ որ նստած էր մեր սպասավոր եղբայր էր Սարգսակ, ասեց եղբայր ջան, դիլխորից եւի չես քարոզում դրա համար, ժողովուրդ ջան։ Եվ երբ որ խոսք տվեց խոսալու, ելանդե ժողովրդի վեր խոսում եմ Ժորժ ջան, մեր սպասավոր աղբերս մա դիլխորից թե չես քարոզում, ասում եմ դրա համար չեմ ասում, հələ մի հատ էլ նայեք ուշադիր դες նստած մարդկանց նայեք, ովքեր հիմա չեկան պաշտամունքի տեղը։ Դուք տեսնում եք թե չեք տեսնում։ Տեսնում եք որ կան քույր եղբայրներ, որոնք հավատքի սրա համար է եղբայրը դիլխոր, որ մեր քույր եղբայրները աշխարհի մեջ ապրում են, նրանք մեռել են արդեն հոգեվորապես։ Այո, Սուրբ Հոգով ջրով մկրտված են մարդիկ։ Այստեղ է մեր ցավը, ոչ թե չքարոզեցին, քարոզումը մենք չենք տրտնում։ Մենք տրտում ենք այն բանը, որ տեսնում ենք մեր քույր եղբայրները աշխարհի մեջ ապրում են։ Եվ դա մար Աստված ինձ ու քեզ ադրե աղոթելու։ Որ մենք պետք է աղոթենք, ինչու՞ համար մենք շաբաթօրը մենք արեցինք աղոթքա ժողով ենք անում եւ խնդրում ենք բոլորին, ովքեր որ կան մտեք եւ որտեղ աղոթքի կարիք կա, վերջին ժամանակն է սոքու քույր եղբայրներ, որոնք աշխարհի մեջ են, որոնք հիվանդներ են, որոնք կարիքավորներ են։ Դա մենք պարտավոր ենք։ Այո, ես հիվանդ չեմ, բայց ես պարտավոր եմ մտնելու եւ աղոթելու ցես համար։ Ես պարտավոր եմ, որտեղ Քրիստոսի կյանքը կա իմ մեջ, այն կյանքին ստիպում է, որ դու պետք է ծառայես իմ ժողովրդին։ Այո, ես պարտավոր եմ։ Տերը ուրտի որսել ասում, բայց դուք մարմնավորը չեք, հապա հոգիով, եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակած է, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, անիկ անոր չէ։ Եվ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ալ մարմինը մեռած է մեղքի համար ու հոգին կենտանի է արտարության համար։ Եթե Քրիստոսը քո մեջ է ապրում, ասում է քո մարմինը մեռած է մեղքի համար։ Էլ քո մարմինը չի պատերազմում մեղքը ապրելու համար։ Նա արդեն մեռել է քո մեջ, եթե Քրիստոսի հոգին քո մեջ ապրում է։ Էլ եմ ասում, սա Սուրբ Հոգու մկրտության համար չի։ Այն բանը, որ դու Սիրոջ հոգին քո մեջ ապրում, այսինքն իր խոսքը քո մեջ կա։ Տիրոջ խոսքը քո մեջ ապրում է, եւ դու այդ մեղքի համար դու մեռած ես արդեն։ Հնարավոր քո մոտ շատ անգամ մեղքերի հրապուրանքներ կան, համոզում է քեզ սատանեն։ Այն մարդը նայես ինչ ախանգարամ քեզ, այն մարդը չկա, չի տեսնում։ Ես մի հատ ինչ կերնի։ Այո, երբ որ դու ունես Քրիստոսի կյանքը, այն հոգին քո մեջ ապրում է, եւ դու մեռած ես մեղքի համար, դու հոշրամ չես սիրում այդ մեղքը, դու ապրում ես Քրիստոսի համար։ Այո, դու մերժում ես մեղքը։ Այո, շատ անգամ մարդիկ տեսնում են, որ այո, դու հավատացյալ ես իրապես։ Եվ դու չես խառնում իրանց հետ։
Կարող է նստես անհավատ մարդկանց հետ, բայց դու չխառնվես իրանց հետ։ Կարող անհավատ մարդկանց հետ աշխատես, բայց իրանց մեջ չխառնվես իրանց հետ։ Տղական ասում են եղբայր ջան, ախր սա 4 բոլորս անհավատ է, ինչ են որ հավատ են։ Եբա դու հավատացյալ չես։ Դու ես լույսը։ Որտեղ դու պիտի խառնվես անհավատ, այդ անհավատները պիտի խառնվեն քեզ հետ, ասեն եղբայր ջան, ալե քուր ջան, մեր երկու բան պատմում այդ Հիսուսի մասին, մենք էլ ենք ուզում։ Երեխես հիվանդամյատ աղոտ կանեք, խնդրեք աղոտ կանեն։ Այո, շատ մարդանք իմանում են, շատ անգամ մարդիկ խնդրում են։ Խնդրում են քեզ, որ դու աղոթես իր համար, իր երեխու համար։ Համար Տերես օրհնի, որ այո, մեր կյանքը, որ մարդուն ներսը մեռնի մեղքի համար։ Էլ ոչ մի ցանկություն չկա մեղքի, քո համար մեռած է մեղքը։ Այո, միգուցե դու ունես դժվարություն կունենաս, բայց քո ներսը մեռել է մեղքի համար։ Ես հիշում եմ 2004-ը, երբ որ Լենինգրադ է, կարող էլի շատ անգամ սա դնեմ։ Կանգնած ենք հայ տղեկով եւ ներվի ցուրտ էր, պես կրակ էր, վառած տակնում ենք։ Հայ տղակար կայնացելի մեդպես խոսում ենք, բայց մեր բրիգադի տղեկը սաղ թողի գնացին Ժողովուրդ ջան, դա Սուրբ Հոգու գործն է։ Աստված էսին բրիգադի տղեկին սաղի ղրկես գնաց։ Մնաց մենակ ես մի տղ եմ։ Վերջում ես տղեն էլ երիտասարդ տղա էր, մի պատմում է, աշխարհի կյանքն է, մեղքերն է պատմում, իր համար հավեսով էլ պատմում է։ Եվ դի մտածես եմ, օй դի լավ բան ես պատմում։ Ժողովուրդ ջան, այս խեճը պատմես, ասում ես քո ինչ պետք է չի։ Ասում եմ աղբերս, ես հավատքի մարդ եմ, այն ինչ որ դու պատմում ես, դրանք ընձի հաճելի չեն էլ։ Ժողովուրդ ջան, այո, երբ որ դու արդեն Տիրոջ հոգին քո մեջ կա, երբ որ դու արդեն հավատացել ես, իրապես հոգևոր ես, այո, այդ պատմած էլ քեզ հաճելի չի, դա քեզ մի բան էլ ավելի неприятный է։ Անհաճելի է քեզ իր պատմածը։ Եվ ես խեշտղեն ասեց, այ աղբեր, այ Արմեն աղբեր, ես վաղտին եղել եմ հավատացյալ եւ ընկել եմ հավատքից։ Շորժնջո մասին ենք խոսում, այսօր շատ հոգիներ կան, որոնք հավատքից հեռացել են։ Մարդիկ օրհնյալ սկիզբ են ունեցել, օրհնյալ Աստծուն պաշտել են, Սուրբ Հոգով մգրտվել են, ջրով մգրտվել են եւ Աստծուն ծառայել են, քարոզել են, վկայություններ են, հրեշտակարը տեսած են, բայց եկավ ժամանակ, որ մարդիկ ընկնում են հավատքից ու հեռանում են։ Այո, մենք էլ ենք զգուշանում, եթե այսօր դու չզգուշացար քո կյանքից, իմ կյանքից, մենք էլ ենք զգուշացում, տեսնում ենք Տեր Աստված, դու մեզի պահես իրապես Տեր։ Պատկերացնես Աստված ինչ էր արել։ Տվյալ մարդկանց հեռացեց, թողեց մենակ այդ մեկին, որը Աստծուն ճանաչել է, որ Աստծուն բարդ մարդը Աստծուն է հավատացել էր։ Բայց մարդը թողել էր Աստծուն։ Հիմա երբ որ այս մարդը միտք առներ, հասկանար, որ Տեր Աստված, էսի չհրաշքարեցիր, էսա մարդիկ գնացին, մենակ ինձ է թողել։ Եվ չես ես եղբոր միջով իմ հետ խոսում ես, որ Աստված քեզ սիրում է, սիրելի հոգի, դարի Աստծուն, դարի որպես Աստծուց կյանք առնես։ Երբ որ մի հատ համար տվես, եկես մի հատ համար կտամ, որ դու կրանաս պաշտամու գնաս։ Ես արի մի հատ աղոթենք քեզ համար, երբ որ աղոթին լացում է Ժողովուրդ ջան, հոգին լացում է։ Շատ անգամ մեր հոգիները մեր ներսը լացում են։ Որտեղ շատ անգամ տեսնում ենք, որ այո, մեր հոգիները շատ անգամ այնտեղ չեն պաշտում մեր Աստծուն, շատ անգամ մեր Աստծուն չեն կարող մոռացնել, որ մեր հայրը ուրախանա քեզանով ինձանով։ Այո, մեր հերն էլ ուզում, որ մենք ուրախացնենք մեր հորը, որ իրապես դու քրիստոնյա ես, ինչ համար կոչվան քրիստոնյաներ, հարց չենք տալում, այն վաղ չկար քրիստոնություն, այո, Քրիստոսը կար, բայց Քրիստոսություն չէր կոչվում ոչ մեկը, որտեղ աշակերտներ կյանքին Քրիստոս տեսան, դամար կոչվան քրիստոնյաներ, մենակ անուն չէր ընդեղ, այո, իրանք կյանքերը դրած Քրիստոս ապրում էր իրանք կյանքում, նրանք դրանք ծառայում են, դամար կոչվան Քրիստոս, հիմա մենք կոչվում ենք քրիստոնյաներ, ինչի համար, որտեղ մենք Քրիստոսի կյանքը ունենանք։ Այո, շատ անգամ մենք մարդկանց ասում ենք, այո, հայրս ամենաշուտ ենք ընդունել քրիստոնեությունը pedagogan բանով, բայց մենք որտեղ ենք Աստծուն պաշտել, ինչ քրիստոնյաներ։ Եթե մենք Աստծուն դեմ ենք, մենք սատանի ծառա ենք եղել, շարի կամն ենք կատարել, ինչ Աստծու քրիստոնյա մասին է մեր խոսքը։ Այո, անունն է այստեղ կենտանես, բայց մեռած է Տեր ասում։ Եվ դա համար փառք ենք տալու Աստծուն, որ այսօր Աստված իր խոսքը խոսում է, որ մենք լսենք եւ հավատանք մեր Աստծուն։ Եթե դու ընդունում ես սա քո օգտի համար է, լավ իմացի, սա դիմացին սա քո օգտի համար է, որ դու կփրկվես, որ դու ունենաս փրկություն Տիրոջը, երբ որ Տերը հիմա կա, հափշտակություն լինի,
որ դու էլ կապշտակվես մինչև երրորդ եղեփորտերը որ տարավ մեզ շուրջը։ Համար Տերս օրհնի, որ այսօր շատ ուշադիր ենք մենք շատ անգամ մենք ուշադիր չենք Աստծո խոսքը, որ մարդ Աստծո խոսքը մեկ է մտքեր ա գալում, տարբեր մտքեր։ Շատ անգամ մարդիկ եղբայրների մտքերն են, խոսակցություն են նայում, բայց չեն նայում Աստծո խոսքը իրան ինչ ասում։ Նայ Աստծո խոսքը քեզ ինչ ասում։ Սա է քո փրկության կյանքը։ Որ Աստծո առաջ կայնես ամոթով չենք մնա ժողովուրդ ջան։ Ասում ես, եթե Հիսուսը մեռելներին հարություն հոգին ձեր մեջ բնակած է, ուրեմն անիկա, որ Քրիստոսը մեռելներին հարուցտանեց, պիտի կենտանացնե ձեր մահականացու մարմիններն ալ իր հոգիով, որ ձեր մեջ կբնակի։ Նույնպես ասում է, մեր մահականացու մարմին, որ նա կենտանացնում է։ Մենք էլ մեռած մարդիկը չենք։ Մեզ կենտանացրել է Քրիստոսը։ Մենք ժիվոյ քարեր ենք։ Մենք կենտանի Աստծո որդիներ ենք կոչվում։ Աստծո որդի։ Աստծո աղջիկն ես։ Աստծո եղբայրն ենք, տղաներն ենք։ Համար Տերս օրհնի, որ այսօր Տիրոջ հոգին ապրի մեր կյանքի մեջ։ Եվ դու տեղ տաս, որպեսզի Սուրբ Հոգին քո կյանքի մեջ գործի։ Որ քո մարմինը մեռնի մեղքի համար։ Մարմինը, այո, մարմին ենկանա փապագում մեղքին, դուք չեք պատկերացնում, մարմինը ծառավ այդ մեղքին, ուդելու։ Ինչո՞ւ շատ անգամ մարդիկ մարմնի ցանկություններ են կատարում, հավատքի մարդիկ։ Այո, երբ որ Տիրոջ հոգին քո մեջ կա, երբ որ դու տեղ ես տալու, որ հոգին եւ քո ագարները բաց է լսես Աստծո խոսքը, նա քեզ ամեն բան կսովորացնի։ Շատ քույրիկներ, որ եկել են եկել են հավատքի ժողովուրդ, մենք այդ քույրիկներին շատ բան չենք ասում, բայց մարդիկ արդեն գիտեն գլխաշոր պետք գցեն, բայց իրան մարդ բան չի ասի։ Մարդիկ արդեն գիտեն, որ պարկեշտություն պետք հակնեն, իրաց մարդ չի ասի, բայց Սուրբ Հոգին ասել է։ Այո, Սուրբ Հոգին շատ անգամ մեզ սովորացնում է։ Ես միտեղ որ մտանք մի քույրիկ էր, դյուբկա չէր ակած, գնաց փոխվավ եկավ ասեց Սուրբ Հոգին ասեց լավ չի եղբայրդ այնպես դու կանգնես։ Ինչո՞վ շատ անգամ ասված եղբայրների միջով է այս գործանում։ Քանի որ մարդը Աստծուն չի տենում, մեղանչում, բայց հենց Աստծուն մարդուն տենում է եղբորը, նա ամաչում է։ Դա ասված դրեց այս ամեն բանը, որ մարդիկ տեսնեն ու ամաչեն։ Այո, մենք Աստծուն չենք տեսնում։ Մենք ազատ կրում ենք խոստովանվենք մեր մեղքերի Հիսուս ջան, ներա մեզ Հիսուս ջան։ Ժողովուրդ ջան, դամար Տերը օրհնի, որպեսզի ինչ համար այսօր նաև դրված է եղբայրություն սպասավորներ, որպեսզի մարդիկ խոստովանեն նաև իրանց մեղքերը։ Առաջինը պետք է զղջում անի մեր կյանքի մեջ։ Եթե զղջումը չեղավ, այդ խոստովանությունը սուտ կնի։ Առաջին պետք է զղջաս այդ մեղքիդ համար։ Եվ 12 խոսում է, ապա ուրեմն եղբայրներ, պարտական ենք, ժողովուրդ ջան։ Մենք ասում ենք Աստված ինչ ասում ինձ ու քեզ։ Եղբայրներ, նաև քույրիկներ ջան, ձեզ ա վերաբերվում, բոլորիս ա վերում Աստծո խոսքը։ Մենք շատ անգամ որ ասում ենք ինչի համար ավետան շատ անգամ որ կարդում ես մենակ ուղում է եղբայրությանը։ Շատ անգամ որ կարդում ես եղբայրներ, որպես եղբայր նույնպես ասեն նաև ձեզ ա վերաբերվում քույրիկներ ջան, որտեղ այդ ծառայություն Աստված տվեց եղբայրությանը։ Մենք շատ անգամ տեսնում ենք որ քույրիկները դառնում են լիդերներ, սպասավորներ են դառնում։ Այ քույրիկ ջան, բա դու որ ավետան ես կարդում։ Եղբայր ջան, գիտես Աստված ինչ հրաշք էր իմ կյանք, ինչ կապ ունի հրաշքար է, որ այդ չես քեզ նստի ավետ քեզ սարքի եսի ինչ։ Դամար այսօր Տիրոջ ինչ ասում, ապա ուրեմն եղբայրներ, պարտական ենք ոչ թե մարմնի մարմնավորապես ապրելու համար, ոչ թե մարմինը մարմնավորապես ապրելու համար։ Այս մարմինը չի տվել, որ դու մարմնավորապես ապրես։ Այս մարմին Աստված սարքում է Աստծո տաճար։ Աստծո տաճարի մեջ մարմնավոր բաներ պետք չի լինել։ Ինչ համար Տեր Հիսուսը մտավ այդ տաճարը ինչ տեսավ այդեղ։ Տեսավ, որ այդեղ աղոթքի տաճար չէր։ Այդ տաճարն աղոթքի տաճար չի մնացել քո կյանքի մեջ։ Այդ տաճար արդեն քո մեջ առևտուր է, բամբաստանքներ կա։ Այդ տաճար արդեն չի աղոթք բարձրանում Տիրոջը։ Այն աղոթքը, որ դու լացով ես աղոթում, որ դու սրտանց ես աղոթում։ Եվ մենք տեսանք ինչ է, Տերը քշեց հանեց։ Այդ բոլոր բանը չի թողում այդ տաճարի մեջ, լավ իմացեք։ Աստված այդ քո տաճարը նա պետք է մաքրի, նա չի թողա, որտեղ մի ուրիշ բան մտնի։ Տաճարը սուրբ է եւ Տիրոջ հոգին պետք է ապրի։ Որտեղ Տիրոջ հոգին կա, այնտեղ ազատություն կա քո մեջ։ Դամար ասում է, հապա ուրեմն եղբայրներ,
Պարտական ենք ոչ թե մարմնի մարմնավորապես ապրելու համար, վասն եթե մարմնավորապես ապրելու լանք, պիտի մեռնենք։ Շորջան, պարզ ավետարան է գրված։ Մարդիկ շատ անգամ եղբայր ջան չեմ հասկանում։ Ինչ կա չհասկանալ։ Պարզ գրված է, վասն եթե մարմնավորապես ապրելու ենք, պետք է մեռնենք։ Մարմնավոր ապրել դա մայ է մեզ բերում։ Բայց այն որ դու հոգով ես ապրում, դու կյանք ես առնում Քրիստոսից, դու չես կարա մեռնել։ Դամարսմա վասն եթե մարմնավորապես ապրելու լանք, այո, շատ անգամ երբ որ մարդիկ մարմնավորապես ապրում են, 1, 2, 3, մեկնուց հավատքից հեռացան, ինչ եղավ քույրիկ ջան, չի գնացիր։ Շատ անգամ մարդիկ փնտրում են ինչ-որ տեղեր, որ այնտեղ ազատություն կա։ Եղբայր ջան, այդ այնտեղ ազատություն կա, այնտեղ լավ է, այնտեղ ինչ բան չեն ասում ես, ոնց ես ապրել, ոնց ես հագնվի, Ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մարդիկ ձգնում են այդ տեղը։ Բայց Տերը պարզ ասում է, եթե մարմնավորապես ապրել եք, դու պետք է մեռնեք արդեն, всё։ Պարզ ավետարանը։ Բայց եթե հոգիով մարմնի գործերը սպանեք, այսինքն կա մի օրհնություն, որ երբ որ դու քո հոգովդ կարած քո մարմնի գործերին սպանես, որ ավետարան ասում, մենք չենք ասում Ժողովուրդ ջան։ Այն որ եղբայրներս քարոզում են Ժողովուրդ ջան, մենք ավետարան ենք քարոզում, մենք ուրիշ բան չենք քարոզում։ Դամար շատ մագարս մենք եղբայր ջան, եթե դու մի բան գտես, որ մենք ավետան դուրս ենք քեզ բան, դու կարաս ասես եղբայր ջան, դու ավետան պես բան չի գա, դու ես ասում։ Այո, շատ անգամ մարդիկ որ գիտեն ավետարան, ինչո՞մ արտեր ասում է իմ ժողովուրդը գիտություն չունեն պատճառով կորսվում են, ինչ գիտության մասին է Տերը խոսում, ոչ թե գիտնականների մասին, այլ գիտություն Աստծո խոսքի դու չունես։ Դամար կորսվում են։ Այո, Տերը տեսանք, որ իշքան մարդիկ կորսվան։ Հիմա Տերը նույնպես ասում է իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով կորսվում են։ Հիմա պարզ ավետարանը մեզ ինչ ասում որ ասում է, բայց եթե հոգիով մարմնի գործերը սպանեք, պիտի ապրեք։ Եթե Տերը ասում է, Տերը ճշմարտ է, նա գիտա որ դու կարած քո հոգիով դու այդ մարմնի գործերը սպանես, մերժես մարմնի ցանկությունները։ Տերը գիտա որ դու կարաս մերժես Աստծուն խնդրես որպես պաշտպանություն, որ Տեր Աստված դունձի օգնես հարցի մեջ։ Օգնա Հիսուս ջան։ Շատ անգամ Տերը մեզ հարց է տալում։ Դու ուզում ես, թե չես ուզում։ Շատ անգամ որ քարոզում ենք Ժողովուրդ ջան, մարմնի բժշկություն Աստծո համար մի հատ վարգյանվա բան է, լավ իմացեք։ Այդ մարմինը բժշկելու համար Աստված վարգյանվա քեզ բժշկի, բայց երբ որ քո սիրտը պիտի փոխի, Աստված քեզ անգամ հարց է տալում։ Լավ իմացեք, շատ անգամ մեզի հարց է տալում Աստված։ Դու ուզում ես։ Դու ուզում ես պաշտամուն գնաս, թե չէ։ Ես մի անգամ մի քույրիկից զանգեցի, ինքն երտեղեն հիվանդ էին։ Ես այդպես խոսում ենք, ասեց Արմեն աղբեր ջան, ինքան գուզե էլի շաբաթօրն է Ժողովուրդ ջան։ Ասեց պաշտամուն ուզում գնամ Կիրակի, հաղորդություն եկար։ Ասեց ես ու երեխես հիվանդ ենք։ Հետարքի Սուրբ Հոգին հարց տվեց, ասի բայց դու ուզում ես գնաս սրտանց, ուզում ես։ Ասեց հա եղբայր ջան։ Ասի արի ուրեմն կաղոտ եկը դրա համար։ Շորժան աղոտ բարձեցի Տեր Հիսուս ջան, քույրիկս ուզում է գնա պաշտամունքի, բայց արկել կա հիվանդա չի կրում, դա ինչ անենք Հիսուս ջան, բայց ուզում է սրտանց։ Շորժան այդ քույրիկը Կիրակի գնացել էր պաշտամունքի։ Եվ վկայեց։ Այո, Աստված եթե տեսնում է, որ դու ուզում ես փոխվես, նա քեզ կօգնի։ Նա դրա համար է ես երկրա, որպեսզի մեզ օգնի, որպեսզի Քրիստոս կյանք ապրի քո մեջ։ Սուրբ Հոգին դրա համար է ես աշխարհ, որպեսզի ինձ ու քեզ օգնի։ Բայց դու քեզ հարց է տալում, պատկերացնում ես Տերերի Տերը։ Շատ անգամ մենք գիտենք, որ ղեկավարը եթե ինչ-որ միտեղ աշխատում նրանք հնարավոր քեզ հրամայեն։ Գնաց տեղ, գնան տեղ, բայց Աստված այդ ձև չի նում, Աստված քեզ խնդրում, աղաչում է, որ տղա ջան, աղջիկ ջան, լսա ինձ։ Սա քո օգտի համար է։ Ես ուզում եմ, որ դու աղոթես։ Ես ուզում եմ, որ դու քեզ ուշադրություն դարձնես, ես ուզում եմ, որ դու հոգով ապրես եւ քո հոգիով մարմնի գործերը սպանես։ Եվ դու պետք է նմանվես այս աշխարհին։ Այո, մենք տեսնում ենք շատ անգամ մարդիկ նմանվում են այս աշխարհին։ Տերս օրհնի բոլոր Ժողովուրդ ջան, մենք բոլորս սրա կարիք ունենք։ Վասնզի անոնք, որ Աստծո հոգիով կառաջնորդվեն, անոնք Աստծո որդիներ են։ Ժողովուրդ ջան, ուշադիր եք Աստծո խոսքը։ Վասնզի անոնք, որ Աստծո հոգիով կառաջնորդվեն, անոնք Աստծո որդիներ են։ Երբ որ մենք Աստծո հոգով առաջնորդվում ենք, ասում է դու արդեն Աստծո որդի ես, դու իր հոգով ես առաջնորդվում։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի։ Քանզի դուք ծառայի հոգի չառաք,
կրկին վախնալու, հապա որդեգրության հոգին առակ, որ անով կկանչեք Աբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայություն կտա մեր հոգի հետ, թե մենք Աստծո որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդներ ու Քրիստոսին ժառանգակիցներ, որպեսզի եթե իր չարժանանքներուն կծոր տլանք, իր փառքինալ աղորդ կլանք։ Ասում եթե իր չարժանանքն դու կծոր տեսալում, նաև իր փառքիներ ես հաղորդակցում։ Այո, շատ անգամ մենք գիտենք, որ մարդիկ, հավատքի մարդիկ անցնում են ճանապարհ։ Բոլոր մարդիկ, ովքեր դառնում են քրիստոնյա, ընդունում են Տիրոջը, բոլոր մարդիկ ճանապարհ են անցնում, ժողովուրդ ջան։ Ամեն մարդ տարբեր ձևի անցնում ես դու։ Ոչ մեկի խաչը մյուսի նման չի։ Շատ անգամ կարող դու տեսնես, ասես, այ եղբայրան, այս եղբոր խաչը քուրիկին կան թեթև, այս կուզում ես քուրիկի խաչ ունենամ։ Երբ որ Տերը տա դու չես կրա տանի։ Ոչ էլ ես կրամ քոնը տանեն։ Մենք գիտենք, որ Աստված ամեն մեկին համապատասխան խաչեր է տալում այդ նեղության մեջ անցնելու։ Աստված գիտա, որ դու կարաս։ Աստված գիտա, որ ես կարամ, եթե մենք հոժարվենք, եթե մենք աղոթենք Տիրոջը, հանձնենք այս մեր բոլոր հոգսերը Տիրոջը։ Դա համար Տիրոջ անունը թող փառավորվի, որ Աստված օրհնի ինձ ու քեզ բոլորին, բոլոր լսողների համար ասա։ Այո, մենք գիտենք, որ շատ անգամ քարոզները շատ մարդիկ են լսում։ Մենք ուրախանում ենք այն մարդիկ, ովքեր լսում են, ովքեր ընդունում են Տիրոջը։ Մենք դրա համար ենք ուրախանում, որ մարդիկ ընդունում են Հիսուսին։ Այո, Աստծո խոսքը տարածել է պետք։ Այո, եթե քույրիկը չի քարոզը, բայց քույրիկ կրա եղբոր քարոզը գցա ինչ-որ մեկին, ինչ-որ մեկն է լսի այդ քարոզը։ Եթե մի հոգին է փրկություն գտավ Տիրոջ կան, դու ունես երանություն։ Դերեքսա երանիկ ես, աղջիկս։ Մի օգել այդ քո գցած քարոզով փրկվավ, մի օգել քո վկայությունով փրկվավ, մարդ ընդունես Տիրոջը։ Այո, ինչու՞ համար այսօր մենք տեսնում ենք շատ մարդիկ ապաշխարել են քո վկայությունով, քո ասածով, երբ որ դու վկայել ես Տիրոջ մասին։ Եվ իրանք էլ են ասում, մենք էլ ենք ուզում այդ Աստծուն դառնանք, ճանաչենք, որտեղ տեսնում ենք, այո, ժամանակներ չարա, պատերազմ, մատարաժամներ, ամբողջ Չուկոտկան ձան մեջ կորավ, ամբողջ Չուկոտկան ձենցունը ծածկել էր, այլ ծունը ելը չի հալել, որ հալավ մենք չենք ինչեր կնի։ Այո, մենք գիտենք սա վերջին ժամանակն է, որ Աստված արթնացնում է ժողովրդին, շատ անգամ մարդիկ հիմք են դնում այս երկրի վրա ապրելու։ Մարդիկ շատ անգամ մի տեղեր են փնտրում, որ փողեր են տալում, առնում, որ իրանք այդ ինչ-որ բանի մեջ ապրեն, եթե եղնի ինչ-որ մի բան։ Իրանց ուտելիքներ են դիզում, բայց չեն մնում, երբ որ հոգին Տերը վերցեր, այդ քո եղած ում պիտի մնա, սիրելի հոգի։ Դու ամեն օրվա հացով պիտի ապրես, ամեն օրվա հացով պիտի գոհանաս Աստծուց։ Դասում ամեն օրվա հացը տուր մեզ, ամեն օրվա հացը։ Նաև Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը ամեն օրվա հացը դու դուտես եւ ուզես Տիրոջից։ Համար թող Տիրոջ անունը փառավորվի, սկանով կվերջացնենք, թող Աստված օրհնի բոլորիդ, թող Տիրոջ անունը փառավորվի ձեր բոլորի կյանքի մեջ։ Ամեն։